Ունես հավատք, ասում ես ես այլևս չեմ հավատում իմ պատկերացումներին, իմ տատիկի սովորացրածին, ավանդություններին, հարակից գրականությանը, որ կարդում եմ, այն վավերագրական ֆիլմերին կամ գեղարվեստական ֆիլմերին, որ տեսել եմ հոգևոր կյանքի մասին, ես հավատում եմ քո խոսքին, Տեր, ես հավատում եմ, որ այս խոսքը ճշմարիտ է, ես հավատում եմ, որ դու խաչի վրա իմ մեղքերի համար վճարեցիր, ես հավատում եմ, որ իմ պատիժը դու կրեցիր, ես հավատում եմ նաև, որ ասեցիր, որ այս ամենը արել եմ, որ դու մեղքերից հեռանալով արդարության համար ապրես, հավատում եմ, գիտեք, ջանք չես անում, և քո շղթաները քանդվում են, դու արդեն, Աստվածաշունչը շատ էցիկ է ներկայացվում, ասում է Աստված մի անտեսանելի ձեռքով քեզ վերցնում է խավարի թագավորությունից և տեղափոխում է իր որդու լույսի թագավորության մեջ։ Փրկության համար ջանք պետք չի, փրկության համար հավատք է պետք։ Եվ դու այլևս գերի չես, և դու այլևս ստրուկ չես, և դու այլևս մեղքի ծառա չես, որովհետև ինչ արեցի, ոչ մի բան, իրականում շնորհն ասա Տիրոջ, պարգևը ամեն մեկիդ համար, ես ընդամենը ասեցի, մինչև հիմա ես ապրում էի, ինչպես Պողոսն է ասում, ես ապրում էի իմ մարմնի ու մտքի ցանկությունը կատարելով, իսկ հիմա ապաշխարում եմ, այսինքն փոխում եմ իմ մտածելակերպը եւ այսօրվանից հավատալու եմ քո սուրբ խոսքին եւ ապրելու եմ քո սուրբ խոսքի սկզբունքների համեմատ։ Հավատում եմ։ Դերն էլ ասում հավատում ես, վաղվա կյանքը, վաղ չէ միսօրվա կյանքը, մեկ ամիս, մեկ տարի եւ ամբողջ քո որոշումները ցույց կտան։ Դու հավատում ես, թե ուղղակի զգացմունքային պորտքում էր սա, որ ուղղակի քարոզ լսեցիր, ասեցիր, այ որ Արմանի աղբարը ասում է, ես էլ եմ հավատում։ Չէ, քո կյանքը ցույց է տալու, դու իրականում հավատում ես թե ոչ։ Եվ հենց ազատագրությունից սկսած հենց այն պահից, որ դու արդեն լույսի թագավորության մեջ ես, սկսվում է մի պատերազմ, որովհետև մեր նախկին Տերը տիեզերքի ամենախորամանկ անձնավորությունն, այն օդի իշխանը, և ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի մեզ հետ տանի խավարի մեջ, և այստեղ է սկսվում մեղքի պատերազմը։